Բոլորիդ ողջունում եմ սիրելիներս եւ շնորհավորում բոլորի ամանորն ու սուրբ ծնունդը։ Ցանկանում եմ, որ լինի խաղաղություն, միայն արժանապատիվ ու վաստակած խաղաղություն։ Թող որ ամեն ինչ միշտ լավ լինի։ Այս տարի մենք ամանորը ընտանիքով դիմավորել ենք Իրանի Իսպահան քաղաքում, որտեղ մեծ հայ համայնք կա եւ ցանկացանք դիմավորել լինել նրանց կողքին։ Երևի բոլորս էլ դպրոցից լավ գիտենք, ինչպես Շահ-Աբբասը սարսափելի կտանքների ու տանջանքների միջոցով հայերին տեղափոխեց Արաքս գետից այն կողմ, այսինքն Հայաստանից դեպի իրանական տարածքն ու հենց այնտեղ էլ բնակեցրեց, որպեսզի այդ տարածքը հայերը զարգացնեն եւ որպեսզի իրանական այդ հատվածը բարգավաճի, քանի որ վստահ էր, որ հայերը իսկապես աշխատելու են եւ ջանք չեն խնայելու, ծաղկեցնելու համար այն տարածքը, որտեղ բնակվում են։ Այդպես էլ եղել է, այնտեղ շատ գեղեցիկ է, շատ խնամված է, հայերը շատ միաբան են եւ ստեղծել են, պահպանում են հայկական ավանդույթներն ու մշակույթը, նաեւ կրոնը։ Իհարկե հայրենիքից հեռու իրենց ճակատագիրն է այդպես ստացվել եւ այս տարի մենք որոշեցինք միանալ նրանց, քանի որ հատուկ տուփեր բացելու, նկարահանելու առիթներ չեմ ունեցել, դրա համար հատուկ գործիքներ չունեմ, այսպեսի մկրատ է։ Ամբողջ ճանապարհին անհանգստանում էի, որ գուցե հատկապես սպասքը տեղ չհասնի, կոտրվի, բայց կարծես թե համենայն դեպս առաջին հայացքից նորմալ է։ Տեսեք ինչ գեղեցիկ զարդատուփ է, բայց կարելի է օգտագործել նաև սննդի համար, օրինակ որպես շաքարաման, հրաշալի տարբերակ կլինի, կամ ուղղակի որևէ քաղցրավենիքի համար։ Շատ ապահով փակել են ամեն ինչ։ Իհարկե իրանական մոտիվներով չեն, այդպիսիք էլ կան, բայց սրանք բացառություն են, բայց կարծում եմ շատ գեղեցիկ է։ Մի քանի կտոր կա, ժողովուրդ վախենում եմ բացել, քանի որ իմ ամենահավանած կտորներից են եւ վախենում եմ, որ կոտրված լինեն։ Պղնձե է այսպիսի հավաքածու, սափոր եւ բաժակներ։ Այնտեղ իհարկե հարավային հատվածներում ավելի հարավ, ամռանը սարսափելի շոգ է լինում ու նման մետաղից սպասքը շատ հարմար է եւ ավելի զովացնող է եւ ավելի երկար է սառը ջերմաստիճանը պահում։ Նույն շաքարամանից եւս մեկ օրինակ, իդեպ վաճառողն ինքը հստակ չգիտեր ինչի համար է եւ ասում էր ինչպես հարմարեցնում եք, այնպես էլ օգտագործեք, բազմաֆունկցիոնալ է։ Սա անուշեղեն է, անունն այդպես էլ չեմ կարողանում հիշել, հալվա է հիշեցնում, բայց իրականում հալվա չէ, տարբեր հումքերով է, այստեղ պիստակի հումքով, կոկոսի հիմքով եւ այլն, շատ համեղ է ու շատ հետաքրքիր։ Սա էլ նվեր է, իրանական աքեմենյան կառավարության ուժի խորհրդանիշն է, սա մի քիչ ավելի կատակ նվեր է, եթե տեսանյութերը դիտեք, որ պատրաստել եմ այնտեղից, կարող եք տեսնել այս մասին մանրամասն կա, թե ինչ է նշանակում, ինչ խորհուրդ ունի եւ այլն։ Քաղցրեղեն է, մեր ամենասիրելիներից նուգա է։ Կերամիկայի վրա ջնայակված հատուկ տեխնոլոգիայով պատրաստված քերովբեի պատկերը, կարծում եմ գիտեք, եկեղեցում հաստատ տեսած կլինեք պատկերը։ Սա նվեր է։ Ահա այսպիսի, չգիտեմ, երևի անուշեղենի տարա, ընթացքում կորոշեմ, տեսեք ինչ գեղեցիկ է, ու սիրուն նռներով։ Սա այս հավաքածուի առաջին կտորն է, որ բացեցի, հուսով եմ մնացածն է նորմալ է։ Սա նռներ հավաքածուի մյուս մասն է, սա նորմալ է, գեղեցիկ է։ Իսկ այ մեծ մատուցման տարան դուժել եմ։ Ինչ ափսոս է, մի տեսեք թե ինչ գեղեցիկ է եղել։ Պատկերացնում եք, ինչպես ամուսին սերասում, չենք նեղվում, թող մեր ամենամեծ կորուստը այսպիսի բաներով լինի։ Բայց միևնույն է, հույս ունեմ, այդ ոչինչ չենք կոտրել։ Սա իհարկե նռներով մյուս հավաքածուի հետ կապ չունի, բայց երևի ընդհանուր կարող է տրամադրություն ստեղծել։ Այստեղ նույնպես, հիմա բացեմ, այստեղ նույնպես առաջին օրինակից է, և շաքարաման և զարդատուփ։ Զվարճալի պատկեր է, չգիտեմ երևում է թե չէ, աղջիկը թեյնիկով։ Կարծում եմ այստեղ կարելի է նաև թեյ պահել,
քանի որ թեման համապատասխանում է թեյնիկ է նկարված, մանավանդ որ մենք առանց այդ էլ շատ թեյեր ունենք, մեզ շատ նվիրում են, որտեղ շատ ենք սիրում, ինքներս էլ գնում ենք, այս անգամ էլ տարբեր տեսակ բերել ենք։ Նաև թեյի համար էլի պարագաներ, էլի միջոցներ թեյի համար։ Թեյի տեսականի շատ է, դարակներում էլ շատ եմ, քանի որ միշտ եւ նվիրում ենք, քանի որ շատ ենք սիրում, ինքներս էլ ենք գնում։ Այս անգամ կոճապող բեղի այսպիսի բարձիկներ են, որ էլի թեյի մեջ են ավելացնում, հետաքրքիր համ է տալիս, մի քիչ սուր, արտասովոր երբեմն վարդ է, որ ես այնքան էլ թեյի համար չեմ օգտագործում, ավելի շատ դեկորատիվ նպատակներով ու կարմիր ծաղիկ, նաև շահի ծաղիկ են ասում, այնտեղ Իրանում, չգիտեմ կարկադեն է թե ոչ, արտաքինից մի փոքր տարբերվում է, կփորձենք ու կտեսնենք, ինձ թվում է ըստ նկարագրության հենց կարկադեն է, կան շատ նման մի բան, սա նռներով հավաքածուի մասն է, մուրաբայի թասիկներ, ինչպես այնտեղ ասացին, կարելի է ցանկացած այլ օրինակ անուշեղենի համար օգտագործել, չգիտեմ ինչպես է տեսախցիկը փոխանցում, բայց շատ թեթև են ու շատ նուրբ։ Այստեղ էլ հավաքածուի կտորներից են։ Սա գիտեմ ինչ է, էլի նվերը։ Նույն մատուցարաններից։ Կարծում եմ շատ հարմար է, ես բավականին մեծ չափսերը ունեմ, հարմար է սուրճ մատուցելու համար, տաք սրճեփը կարող եք դնել, ոչինչ չի լինի։ Իդեպ մեր այնտեղ եղած առաջին օրերին բողոքի ակցիա էր, ժողովուրդը բողոքում էր դոլարի կուրսի բարձրացման դեմ ու դրա պատճառով խանութներից շատերը փակ էին, նաև շուկայում որտեղ եղանք եւ գնումները կատարել ենք ընդամենը մի քանի բաց խանութներից, ինչքան հնարավոր է։ Հետո արդեն բացվեցին, իսկ մենք ճամպրուկներում արդեն տեղ չունեինք, որպեսզի հենց իրանական, ավանդական որոշակի նմուշներ կարողանայինք բերել։ Այսպիսի գեղեցիկ ու հարմար փայտե մատուցարան ու կերամիկայից հարմար տարաներ, ինչի համար կցանկանա, կարծում եմ եւ հարմար է եւ շատ էսթետիկ։ Նույնից էլի մի գույն կա, կարծում եմ հենց սա է, ուղղակի արդեն նվերի համար։ Ավանդական իրանական նախշերով զարդատուփ է։ Սրանցից շատ ենք բերել, նվերի համար են, միմյանցից մի փոքր են տարբերում, այնպես որ առանձին դրանք չեմ բացի ու չեմ ցուցադրի, վերջում բոլորը կտեսնեք։ Անուշահոտ փայտիկներ են, միայն այս երկուսն է այստեղ, մնացածը դեռ իրերի մեջ են։ Չոր կիտրոն է, Իրանում շատ տարածված է իդեպ, շատերն են օգտագործում տարբեր եղանակով, եւ մանր կտրատված, եւ շերտերով, եւ հենց այսպես ուղղակի ծակծկում են պատառաքաղով եւ գցում են պատրաստվող ուտեստների մեջ։ Հետաքրքիր համ է տալիս իդեպ։ Մատուցարան, շատ գեղեցիկ, գունագեղ։ Ես նույնիսկ չէի հիշում, որ այս շաքարամաններից կամ, չգիտեմ, զարդատուփերից այսքան շատ ենք գնել, մի քանիսն էլ արդեն բացել եմ, երևի ուղղակի կայթակղությանը չեմ դիմացել, շատ գեղեցիկ են ու հետաքրքիր նախշերով։ Աղջիկն է գրքով եւ թեյ է խմում։ Ստացվում է պատկերներով մեզ ստիպում են օգտագործել թեյի արարողության համար, թեյի, շաքարի, մի խոսքով այդ ամբողջ արարողության։ Եթե ճիշտ եմ կռահել, սա նռներով հավաքածուի մասերից է։ Այո, ես ճիշտ էի։ Երկու այսպիսի գեղեցիկ ափսեր, լավ է ամբողջական են տեղ հասել, սրանք իհարկե դարակաշարի տեսքով են լինելու, հիմա կհավաքեմ։ Ամուսնուս խնդրեցի, բայց ես չդիմացա ու արագ ինքս հավաքեցի։ Շատ բան է վնասվել, մենակ են մինատը։ Բայց ամենասիրներից, ամենակարևորներից։ Ահա այսպիսի գեղեցկություն, մի փոքր կարծես ծուռ է, թեք է, թե ինձ է թվում, չէ, իրականում թեք է, բայց երևի թե որքան կռահում եմ, թեքությունը հատուկ նրա համար է, որ այստեղ եղած գեղեցկությունը ավելի պարզ երևա որոշակի ռակուրսից։ Ենթադրում եմ, որովհետև մատուցարաններ էլ կան, մրգամաններ էլ կան, որ ունեն որոշակի թեքություն։ Այստեղ էլի շաքարաման է,
երևի արդեն կռահեցիք, թե որքանին ես դրանք հավանել։ Թեյի հետ կապված արդեն ոչինչ չկա, ուղղակի համերաշխզույգը նստած գիրք է կարդում։ Չեք հավատա, բայց այստեղ էլ շաքարաման է, բայց այս անգամ մի քիչ ավելի մեծ։ Ես սա գնել եմ արդեն անուշեղեն եւ փոքրիկ խվածքաբլիթներ մատուցելու համար։ Իհարկե էլի թեյի համար, քանի որ այստեղ էլ աղջիկը նստած ու թեյ է խմում, մեզ հուշում են։ Դուք ճիշտ եք, ճիշտ կռահեցիք, էլի շաքարամանի մեջ։ Տեսեք ինչ գեղեցիկ ու շատ բարի դրական պատկեր է։ Այստեղ նույնպես շատ բարի ու շատ դրական պատկեր է։ Մենակ չասեք, որ այստեղ էլ է շաքարաման։ Դե իհարկե ես չէի կարող բաց թողնել այս գեղեցիկ ու շատ դրական պատկերը։ Կարծես թե թեյ են խմում, չէ, թեյ չէ, բայց համենայն դեպս էլի նման արարողություն է։ Սա փոքրիկ իշխան է, ես գիտեմ։ Իմ ամենասիրելի պերսոնաժներից, դա իսկական փիլիսոփայություն է։ Երևի թե բոլորդ էլ գիտեք, որ մուսուլմանական երկրներում սպիրտային խմիչքներն արգելված են ցանկացած տեսակի եւ ընդհանրապես շատ խիստ է այդ առումով, նույնիսկ տվյալ երկիր, եթե անցնում եք եւ պետք է մուտք գործեք, ձեր իրերը ստուգում են ու եթե որևէ հեղուկ կա, անկախ նրանից դա սպիրտային է թե ոչ, նույնիսկ չեն էլ հետաքրքրվում, ուղղակի հենց ձեր աչքի առաջ դա ոչնչացում են, հենց տեղում կոտրում են, նույնիսկ ասում են, որ աղբամանն չեն նետում, որտեղ այնտեղից կարող է որևէ մեկը վերցնել եւ օգտագործել, հենց միանգամից ոչնչացում են, այսինքն նույնիսկ չեն էլ հետաքրքրվում ինչ էր, սա այդ խստության մասին է խոսում, թե որքան կարեւոր է իրենց համար։ Այնտեղ ունեն խմիչքին, սպիրտային խմիչքին փոխարինող այսպիսի տարբերակներ, որ կոչվում են արաղյատ, հենց արաղյատ։ Սա օղու պատրաստման տեխնոլոգիայով է իրականացվում, պատրաստվում, բայց տեխնոլոգիան, աշխատանքը դադարեցվում է փուլում, որից հետո արդեն պետք է սպիրտ առաջանա։ Այսինքն պատրաստում են օղի, կարելի է այսպես ասել, բայց գործընթացը կիսատ են թողնում, որպեսզի սպիրտ չառաջանա, սպիրտ չպարունակող խմիչք է ստացվում։ Ասում են, որ նաև օգտակար հատկություններ ունի, օրինակ, ինչպես մեր սիրելի բարեկամներից մեկն է ասում, ջղերը հանգստացնող տարբերակ, լյարդը մաքրող եւ այլն, չեմ կարող պնդել, բայց այնտեղ վստահ եմ, որ նման ազդեցություն ունեն։ Ասում են շատ համեղ են նաև, պետք է անուշ որևէ խմիչքի ավելացնել մի փոքր, որպեսզի հնարավոր լինի վայելել։ Այսպես խոսքերն արդեն ավելորդ են, բնական հիմքով հյուսված, շատ հարմար տարաներ են, դեպ այլ չափսերն էլ ունեմ, կարծում եմ այս չափսերը նույնպես հարմար կլինեն օգտագործելու։ Ենթադրում եմ, որ բակում եմ շատ օգտագործելու մեր տաղավարում։ 3 հատ է, մեծ համար ու նվերներ։ 3-ն էլ իմ սիրելի այս նուրբիկ պատկերներով։ Ես ինձ մոտ նշել եմ, թե այս գրությունն ինչ է նշանակում, ես պահին չեմ հիշում, բայց շատ հաճելի ու բարի մաղթանք է։ 3 այսպիսի գեղեցկուհիներ, այստեղ արդեն որևէ մեկը թեյ չի խմում։ Սա էլ զարդատուփեր են, ընթացքում ցուցադրեցի իրենց ազգային նախշերով, իրանական նախշերով։ Ժողովուրդ այստեղ մի համեղություն եմ գնել, ինձ համար բացահայտում էր, երբևէ չգիտեի, որ նման բան կա։ Ուրեմն շիճուկը, կաթի շիճուկը եփում են, այնքան երկար են եփում, որ խտանում է։ Պատկերացրեք, որքան պետք է շիճուկը եփեն, որ խտանա, որից հետո այդ զանգվածը տարածում են որևէ հարթ մակերեսի վրա ու թողնում են չորանալու, որից հետո ստացվում է ահա սա։ Շատ հետաքրքիր խորը թթվաշ համ ունի, կիտրոնի թթվաշության հետ չես համեմատի, չէ, խանգարող ու շատ արտահայտիչ, ագրեսիվ թթվայնություն չէ, շատ նուրբ է։ Դժվար է այս համը բացատրել, բայց իսկապես հաստատ արժեր։ Ու դե կարող եք նաև պատկերացնել, թե որքան շիճուկ ու որքան աշխատանք է հարկավոր մի փոքրիկ կտոր ստանալու համար եւ ուտելիս նաև պատկերացնում ես ու վայելում ես դա
այդ աշխատանքի արդյունքը։ Մի խոսքով, եթե Իրանում կլինեք, ես անունը մոռացել եմ, բայց տեսանյութերի մեջ կարող եք տեսնել գնումներ կատարելիս ինձ այնտեղ հուշում են եւ անունն էլ ասել են, այնպես որ կարող եք տեսնել։ Չգիտեմ ինչպես նկարագրել, բայց շատ եմ ուզում նկարագրել։ Սիսեռի փոշի է, որից այնտեղ հումուս են պատրաստում, այսինքն որպեսզի եւ արագ պատրաստվի եւ շատ համասեռ լինի, օգտագործում են ոչ թե ամբողջական սիսեռը, այլ նման փոշի։ Ասում են, որ շատ հարմար է։ Երևի թե այդպես էլ կա, եթե պատրաստում են, ուրեմն պետք է փորձել։ Սա դարչին է։ Հիմա կասեք, ինչի համար ես Իրանից բերել, չես գնել ամենտեղ վաճառում է, բայց իրականում շատ հաճախ դարչինի փոխարեն մեզ վաճառում են կասիա։ Սա բացարձակ այլ բույս է, որը հեռավոր նմանություն ունի դարչինին ու դրա փոխարեն վաճառում են։ Դա շատ ավելի մատչելի ու շատ ավելի հեշտ է վաճառում, հենց դրա պատճառով, դրա համար էլ երևի ավելի հաճախ դա է հանդիպում։ Սա այնտեղ փորձել եմ, շատ հավանեցի, իրապես իսկական դարչինի համն է, շատ խորը եւ շատ նուրբ ու խանգարող չէ, եթե անգամ մեծ քանակությամբ օգտագործեք, իսկ եթե կասիա եք օգտագործում, ոչ իսկական դարչինը, մի փոքր նույնիսկ քանակն ավել օգտագործելու դեպքում արդեն խանգարող է ու երբեմն տհաճ։ Սա էլ վայրի սխտոր է, այսպիսի շերտերով կտրատում են եւ չորացնում, հետո թրջում են, հենց ուռչում է, ավելացնում են մածունին կամ յոգուրտին։ Ժողովուրդը շատ համեղ է, նաև չորացրած կանաչիներ են ավելացնում, օրեգանո կամ նանա ու շատ համեղ է լինում։ Իդեպ, ի տարբերություն սովորական սխտորի, այս վայրի սխտորը շատ արտահայտիչ ու շատ կտրուկ համ ու հոտ չունի։ Ու օգտագործելուց հետո էլ ավելորդ ոչինչ չի զգացվելու։ Նույնիսկ կարող են ուտել նրանք, ովքեր խնդիր ունեն սխտորի հետ։ Սա էլ չորացված կանաչիների հավաքածու է, նման տարբերակներ շատ ենք բերել, իրերի մեջ են, դուրս բերեցի միայն այն հատվածը, որը իմ կարծիքով ձեզ կհետաքրքրի։ Սա նույնպես ավելացնում են մածունին, յոգուրտին ու անչափ համեղ է ստացվում։ Իսկ այստեղ օրինակներ են Ջուլայի հայկական հուշանվերների խանութից։ Այսքանով ավարտենք սիրելիներս, հուսով եմ հետաքրքիր էր, իրերի մեջ դեռ անուշաբույր մոմեր և չոպիկներ մնացին, մեծ քանակությամբ ենք բերել, քանի որ շատ ենք սիրում, թեյի տեսականի նույնպես կա, թեյը երբեք շատ չի լինում մեր տան և կարծում եմ բոլորդ էլ սիրում եք, համեցեք միասին վայելենք, նաև չորացված կանաչու տեսականի, քանի որ անկեղծ պիտի խոստովանեմ, անունները չեմ հիշում և նաև թե ինչի համար են նախատեսված, բայց տեսանյութով այնտեղ մանրամասն բացատրված է, կարող եք տեսնել, դրա համար այսպես առանձին չեմ ցուցադրում։ Նաև համեմունքները ինձ հետ շատ բերել, դրանք էլ ամենասովորականն են, դրա համար ուղղակի իմաստ կա առանձին ցուցադրելու, այնպես որ այսքանով երևի ավարտենք։ Նման ֆորմատն ինձ համար մի փոքր անսովոր էր, հուսով եմ կարողացա գլուխ հանել և կարողացա նույնքան հետաքրքիր ներկայացնել, որքան որ հետաքրքիր էր ինձ համար։